Բարև ձեզ, այսօր Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ առողջապահության կազմակերպիչ բժշկական գիտությունների տեխնացու Տիգրան Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ այս ֆորմատով մեր զրույցի համար։ Պարոն Խաչատրյան, դուք հայտարարությամբ եք հանդես եկել վերջերս, որը վերաբերում է առաջարկ Հայաստանի նախաձեռնությանը, եւ ձեր հայտարարության մեջ մի շարք կետերով նշել եք, թե ինչու եք աջակցում այդ նախաձեռնությանը։ Այս փուլում ձեր նման հայտարարությունը ինչով է պայմանավորված։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ասեմ ձեզ, իմ միանալը Բարգավաճ Հայաստանին եւ պարոն Ծառուկյանին ունի երկու պատճառ։ Առաջինը դա պարոն Ծառուկյանի անձն է, որը հանդիսանում է արժանի հայ մարդ, երկրորդը այն ծրագիրը, իրատեսական ծրագիրը, որ իր ղեկավարած ուժը ներկայացրել է այս նախընտրական փուլում։ Ես մի քիչ մանրամասնեմ պարոն Ծառուկյանի հետ ծանոթ եմ շուրջ 25 տարի։ Այս 25 տարվա ընթացքում ես տեսել եմ ինչպես այդ մարդը ստեղծել մի քանի տասնյակ ձեռնարկություններ, մի քանի հազար աշխատատեղեր, ինչ բարեգործություններ է արել մեր Հայաստանի բոլոր մարզերում, ոնց է սպորտը բարձրացրել, ինչ եկեղեցիներ է սարքել եւ նորից եմ կրկնում, ես վստահում եմ այդ մարդին, քանի որ տեսել եմ իրան, ճանաչում եմ անձնապես, գիտեմ, որ այդ մարդը ունի իրոք ավանդական հայկական ընտանիք է ստեղծել եւ ես միանշանակ համոզված եմ, որ այս մարդը անկեղծ է մեր հասարակության հետ, քանի որ ինքը ուզում է իրենից հետո իր թորներին, երեխեքին թողի բարեկեցիկ Հայաստան, երջանիկ ժողովուրդ, առողջ ժողովուրդ։ Եվ դրանից ելնելով իրոք ես ասեմ, որ միշտ բժիշկ եմ, զեղչ եմ մնացել ակտիվ քաղաքականությունից, բայց այս փուլում տեսնելով մեր երկրի այս վիճակը, հասկանում եք, որ իրոք մենք կանգնած ենք շատ խնդրահարույց հարցերի առաջ, կանգնած ենք նաև տնտեսական ճգնաժամի առաջ, թող մարդիկ չմտածեն, հա, այսօր ինչ որ մի շերտ լավ ապրում կամ ինչ որ մի շոուներ են կազմակերպվում, համերգներ, վարճանքներ, դա նշանակում է, որ երկիրը շատ ուժեղ զարգանում է։ Ոչ, ցավոք սրտի, եթե լուրջ մարդիկ, լուրջ տնտեսագետները նայում են, տեսնում ենք, որ մենք ունենք լուրջ խնդիրներ տնտեսության մեջ, գյուղատնտեսության մեջ։ Մինչ անդրադառնալը բոլոր ոլորտային խնդիրներին, եկեք սկսենք նաև ձեր մեկ մեկնությունից այն, որ ես բժիշկ եմ։ Մենք սովոր ենք, որ մարդիկ տարբեր մասնագիտության տեր մարդիկ բաժանված են միշտ խմբերի, այդտեղ էլ կա պառակտվածություն, կամ խոսում են, կամ ասում են ես այսինչ մասնագետն եմ, եւ հետեւաբար քաղաքականությանը չեմ անդրադառնում, ինձ քաղաքական հարցեր չտակ, ես քաղաքականությունից բան չեմ հասկանում եւ այլն։ Մյուս կողմից նաեւ եւ մեդիայի առաջ եւ քաղաքական ուժերի եւ առհասարակ հանրային գործիչների առաջ խնդիր է դրված հասկացնելու կամ գոնե ստիպելու, որպիսի հանրությունը խոստովանի, որ պետությունը եւ պետությանը վերաբերող հարցերը քաղաքականություն չեն, այսինքն անվտանգությունը քաղաքականություն չէ, դա անվտանգություն է, պետք է լինի, որպիսի դու ապրես, կենսապայման ապահովող կարևոր բաղադրիչ է։ Ինչու դուք հետաքրքրվում եք քաղաքականությամբ եւ քաղաքականության բոլոր իմաստներով, նաեւ պետության իմաստով, քաղաքական ուժերի իմաստով։ Գիտեք, ես 50 տարեկան եմ, անցել եմ կյանք եւ այսօր նայելով հասկանում եմ, որ եթե մարդիկ չզբաղվեն քաղաքականությամբ, մեր երկիրը ինքնությունը, մեր հայազգի ինքնությունը կկորի շատ շուտ ժամանակահատվածում։ Ես ձեզ ուղղակի դա վստահեցնում եմ։ Ես տեսնում եմ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ բոլոր ոլորտում, նաեւ մեր առողջապահական ոլորտում։ Հասկանում եք, այդ խնդիրները տեսնելով, հասկանալով եւ կարևոր խնդիրը գոյատևության հարցը այս տարածաշրջանում։ Այդ հարցը շատ սուր է դրած։ Հասկանում եք, քարոզել իրատեսական Հայաստան, երբ որ դու չես կարողանում ցույց տալ քո ներուժը, քո ուժը, չես կարող ցույց տալ քո երկրում համախմբումը, եւ ասենք այսօր մեր քաղաքական դաշտում պարոն Ծառուկյանը միակ մարդն է, որ ասում է համերաշխություն։ Մենք մի քանի օր առաջ տեսանք հարցազրույցը այդ մարդու, որ մի ԿՊ-ի աջակիցի ոնց է դիվում ախպեր ջան, քո ցավը տանեմ։ Դա ի՞նչ է նշանակում։ Այո, ես գնահատում եմ դա։ Մենք մի բուռ ազգ ենք։ Ես չեմ ընդունում, գիտեք, ես չեմ ընդունում նաև, որ մենք պետքա իրար հետ այն աստիճանի հասնենք, որ պետքա իրար կոկորտ կրծենք։ Իսկ հասել ենք այսօր, ցավոք սրտի, ես վարչախմբի կառավարության ներքո այն բանի, որ ոչ մի այլ կարծիքություն չի ընդունվում, ուղղակի չի ընդունվում եւ ջրբաժանը մենք բոլորս հայ ենք, գիտեք, բոլոր պետքա լինի ջերմություն, մենք փոքր ազգ ենք, եթե մենք միասնական չլինենք, մենք կկործանվենք, հասկանում եք այսօր։
Եվ ես դա եմ շատ գնահատում, որ պարոն Ծառուկյանը եւ արդեն կարող եմ ասել մեր թիմը, այդ համերաշխությունն է ներքին համերաշխություն։ Այո, մեր ասում մեր գովազդում մեր հասարակության մեջ, որի պակասը շատ կա այսօր։ Հավատացեք, շատ կա։ Բժիշկների մեջ պարակտվածությունը քաղաքական հայացքներով լինում է, թե չի լինում։ Ես ձեզ ասեմ, բժիշկները դա յուրահատուկ մտավորական էլիտա է մեր, ոնց ասած, հասարակությունում եւ հիմնականում ասեմ, իրանք ոնց ասած մի քիչ քաղաքականությունից ակտիվ հեռու են, բայց բնականաբար նեղ շրջանակներում քննարկվում են, շատ հարցեր են քննարկվում։ Եվ ես ձեզ ասեմ, շատ հետաքրքիր այս վերջերս այն շփումները, որ ես ունենում եմ, որ շատ մարդիկ ման են գալի այն քաղաքական ուժին, որը գործնական առաջարկներ ունի, որը իրատեսական ծրագրեր ունի, ոչ թե ինչ-որ խոստումներ է տալի, որը հնարավոր չի անել։ Ես նորից եմ կրկնում, Բարգավաճ Հայաստանի ծրագիրը իրոք իրատեսական ծրագիր է բոլոր ոլորտների համար, կոնկրետ ծրագիր է։ Եվ մենք գիտենք, որ պարոն Ծառուկյանն է գործունյա մարդ է։ Իրան ընդունում են թե Ռուսաստանում, թե Արևմուտքում, թե Միջին Արևելքում, եւ այդ մարդը աշխատող մարդ է, ստեղծող մարդ է։ Պետք է տենց մարդու հետևից գնալ, որ իրոք մեր երկիրը կարողանանք հզորացնել, շնացնել, տնտեսապես։ Մարդուն ի՞նչ է պետք, որ ինքը անվտանգ կլինի եւ իր երեխեքին նորմալ դաստիարակի, կրթություն տա, չունենա առօրյա հացի խնդիր։ Եւ մեր ուժը պարոն Ծառուկյանի ղեկավարությամբ առաջարկում է դա, կոնկրետ քայլերով առաջարկում։ Հասկացեք, մենք պետք է վերջապես մի օր կողմնորոշվենք, գնանք այն մարդու հետևից, որը իրոք ռեալ ցույց տվե իր ապրած կյանքով, թե ինչեր է ստեղծել, ինչեր է արել։ Մի մարդ, որ եկեղեցիներ է կառուցել եւ իր վերջերս մեգա նախաձեռնությունը Քրիստոսի արձանը, դա պետք է հասկանալ, թե ինչ հոգևորական, մշակութային ազդեցություն է ունենալու մեր երկրի համար։ Թողենք տուրիստական այդ պահերը, բայց դա էլ է պետք հասկանալ, չէ՞, այդ մարդը ասենք շատ հարուստ մարդիկ կան մեր երկրում, բայց գիտեք, այդ մարդը իր միջոցների, ահռելի միջոցների հաշվին որոշել է ինչ-որ մի բան ստեղծի, որը խորհրդանիշ կդառնա մեր նաև Հայաստանի համար։ Ոնց կարելի է դա չգնահատել։ Առաջարկ Հայաստանի ծրագրում նաև անվտանգության թեման է եւ այստեղ եւս կան նաև այլ քաղաքական ուժեր, որոնք խոսում են երաշխավորված խաղաղության մասին, քանի որ առողջապահությունից դուրս նաև այլ հարցերի անդրադարձակ, այս մասով եւս հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։ Անվտանգություն, հարևանների հետ հարաբերություններ, ձեր ոլորտում այդ հարցերը ինչ գնահատականի են արժանանում։ Ես որպես, ասենց ասեմ, հասարակ քաղաքացի մի ու ապրած կյանքովս մի բան կարող եմ ասել։ Այս կյանքում միշտ մեղավորը թույլն է ուժեղի մոտ։ Նույնն է քաղաքականությունում է։ Եթե դու չես կարողանում ուժեղ լինել, չես կարողանում քո հասարակությունը չլինի միասին, դու ոչ մի բանի չես կարող հասնել։ Գիտեք ինչ կա, այս որ հիմի մեզ քարոզում են իրատեսական Հայաստան, մի հատ քարտեզ է, որը այդ քարտեզը հասկանում եմ, բայց այդ քարտեզն էլ դեռ ընդունված չի, հասկանում եք, տարբեր երկրների կողմից այդ քարտեզը փակցնել դոշին։ Քաղաքացիական պայմանագրի իրական Այո, Հայաստան։ փակցնել դոշին, մենք ունենք ուրիշ խորհրդանիշներ, մենք ունենք ընտիր զինանշան, մենք ունենք դրոշ, այդ զինանշանն էլ ես հասկանում եմ իրանք քիչ են ուզում փակցնել, դե Արարատ լեռ կա, որը իրանք համարում են դե սարա էլի, Թուրքիայում է գտնվում, սարա էլի, չեն հասկանում, որ դա մեր ազգի ինքնության խորհրդանիշներից մեկն է, դա Աստվածաշնչում որպես սուրբ լեռ է, ոնց ասած ներկա, եւ խոսել այսօր այդ ամեն ինչի մասին, բախները բերելա, որ Հայաստանը լը փոքր երկիր է, երևի մեծներ, պետք է վզներից այդ քարտեզը կախեին։ Ճիշտ ասած, ես չեմ ուզում ինչ-որ մեկին նեղացնել, բայց ես դա գտնում եմ, որ սխալ է տենց խորհրդանիշ, ասենք քարտեզ փակցնել, մի քիչ բանով եմ վերաբերվում այդ ամեն ինչին, մի հատ օրինակ է բերեմ, կարողա տեղին չի այդ օրինակ իհարկե, որ այդ մտավախությունն ունեմ այդ խորհրդանիշների, քանի որ իրանք սիրում են ինչ-որ սրտիկներ, խորհրդանիշներ, իրենց սիրելի Թուրքիայում, երբ որ մարդը մահանում է ընդհանրապես, այդ թաղման արարողության ընթացքում նկար են կպցնում դոշին, եւ ես էլ եմ հասկանում, որ գիտեք, դա շատ վտանգավոր խորհրդանիշ է։ Ես վախում եմ, որ այդ իրոք այդ քարտեզն մենք կորցնենք։ То есть այդ տարածքը, որ այդ քարտեզը արտացոլում է, կորցնենք, իրոք։ Ես հասկանում եմ, որ մենք պետք է մեր հարևանների հետ լավ ապրենք, բայց մի պայմանով, եթե հարևանը մեզ հարգում է, երբ որ հարևանը չի նայում քո տանը, չի ուզում քո տանից ինչ որ մեր հողու ջրից մաս պոկել, այդ վաղտ կարելի է հասկանում եք, երբ որ դու հավասարը հավասարի հետ է կարող ես խոսալ։
պետք չի ասել, որ Թուրքիան մեծ է, Թուրքիան հզոր է, մենք պետք է վախենանք։ Ոչ, այսօր վերցնենք Պաղեստինի ազգը, ոնց է պայքարում։ Մինչև վերջ պայքարում է, ինչ են կարողանում, չէ։ Վերցնենք Իրանի Հանրապետությունը, չէ։ Ամերիկայի նման հզոր երկիրը արձակվել է, բայց մենք մի հատ փախստական տեսանք այդ երկրից։ Ոչ, չտեսանք։ Դրա այնտեղ նաև արգելված է սահմանները։ Փակ են եւ բացի Իրանը փոքր պետություն չէ, շատ ամեն դեպքում, բայց տեսնում ենք, եթե կա կամք, ուժ, միասնություն, ոչ թե գիտեք, այսօր սերմանվում է Ղարաբաղցի, Մարտունեցի, չգիտեմ, Վիրահայր, Լեննականցի, դա սխալ է։ Մենք մի ազգ ենք, ժողովուրդ, չի կարելի։ Միանշանակ չի կարելի։ Դրա համար եմ ասում, միակ ուժն է մեր այսօր դաշտում, որ ասում է համերաշխություն, միասնություն, մենք պետք է իրար հետ լեզու գտնենք, հասկանանք։ Այսօր մենք ԿՊ-ի հետ պետք է լեզու գտնենք, հասկանանք իրար։ Մենք հայ ենք, չի կարելի սենց կտրուկ վերաբերվել միմյանց, հասկանում եք։ Սա շատ վատ է։ Մենք լսում ենք քաղաքական, ասենք, դեմքերից շատ վատ բառապաշարով իրար ոչ մի հարգանք չկա, բան չկա, հասկանում եք, եւ դա ցավոք սրտի շատ է լինում իշխանական կողմից։ Ես դա այդ լեքսիկոնը չեմ հասկանում, հասկանում եք։ Ես չեմ ընդունում։ Չեմ ընդունում այս պետության խառնվելը եկեղեցու գործերին։ Ընդհանրապես չեմ ընդունում դա։ Ավելին ասեմ, մենք ինչ գործում ենք։ Այդ մարդկանց, եթե ինչ-որ մեղք են գործել կաթողիկոսայել եկեղեցականներ, դա Աստծո գործն է, իրանց պատիժը ուրիշն է ալնելու։ Մենք իրավունք չունենք մտնել այդ գործերի մեջ։ Եկեղեցին միշտ եղել է մեր ինքնության հենասունը։ Այո, հենասունն է եղել ինքնության, հասկանում եք, այսօր խառնվել այդ գործերին ինչ-որ բաներ ասել, դա ես համարում եմ կոպիտ սխալ։ Պարոն Խաչատրյան, վերադառնանք ձեր ոլորտին, որտեղ այդ ձեր ոլորտին, որը 2024 թվականից ի վեր քաղաքացիական պայմանագիրը իր ծրագրերում ներառել է առողջապահության ապահովագրությունը պարտադիր եւ 25 թվականին դա տեղի ունեցավ եւ 26 թվականին արդեն հունվարի 1-ից սկսած գործում է այդ ապահովագրությունը։ Ոմանք երբ գնահատական էին տալիս, ասում էին 25 թվականի խոստանում էին, բայց չկազմակերպեցին, չհասցրեցին, բայց վերջին իրադարձություններից ելնելով կարելի է կարծել, որ հենց այդպես էլ մտածված էր, որ այդ փոփոխությունը եւ այդ ապահովագրությունը պարտադիր լինի 2026 թվականին պայմանավորված նաեւ խորհրդարանական ընտրություններով։ Դուք որպես առողջապահության կազմակերպիչ, այստեղ նախ տեսակետը արդյոք դրական չի, որ մարդիկ ունեն հնարավորություն գնալ բժշկական հաստատությունների դիմել եւ ապահովագրությունը միևնույն է մի օր պետք է լիներ ինչպես աշխարհում եւ երկրորդ այստեղ ինչ հարցեր կան, ինչ խնդիրներ կան, ինչ խոչընդոտներ կան եւ ով ում իրավունքով է իրեն լավ նայում։ Ուրեմն ես ձեզ ասեմ, միանշանակ ապահովագրությունը դա այն համակարգն է, որ թույլ է տալիս իրագործել անվճար բուժօգնություն ու սպասարկում լայն շերտերի համար բնակչության։ Եվ նորից ես նաև ծանոթանալով Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրին, ասեմ, որ մեր ուժը միանշանակ այդ միանշանակ է գտնում է, որ պետք է բժշկական օգնություն եւ սպասարկումը բոլոր մեր հասարակության քաղաքացիների համար պետք է լինի անվճար եւ հասանելի որակյալ բուժօգնություն։ Այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Ինչ վերաբերվում է այսօրվա ապահովագրությանը, ես ձեզ ասեմ, դա այսօրվա ապահովագրություն չի, ապահովագրություն ունի կարգախոս։ Դա երբ հարուստը վճարում աղքատի համար եւ առողջը վճարում է հիվանդի համար։ Դա միանշանակ այդ կարգախոսով է ամբողջ աշխարհում իրագործվում ապահովագրություն։ Ուրիշ բան թե ոնց է դա իրագործվում։ Ասեմ, որ 24 թվականին, երբ որ այս կառավարությունը որոշեց մտցնել համընդհանուր համապարփակ ապահովագրությունը, այս օրենքին դեմ կանգնեցին իրենց կենտրոնական բանկը եւ ֆինանսների նախարարությունը, քանի որ այստեղ լուրջ ռիսկեր տեսան։ Ռիսկեր, որ այդ ֆինանսները չի երիքելու, մեխանիզմը չի աշխատելու։ Եվ հետագայում ես կասեի այսպիսի մի վատ առումով հանճար միտք, թե ոնց անել, որ նախընտրական շրջանում, մի քիչ չեմ ուզում բառ օգտագործել, ընտրակարշարքի ձևով շահել մանավանդ մեր թոշակառուներին, քանի որ 65-ից տարեկան մարդկանց, գիտենք, որ իրանք շատ լուրջ խնդիրներ ունեն բուժօգնության եւ սպասարկման առումով, եւ այդ 500-600 հազար մարդուն ոնց ներգրավել, որ այդ մարդիկ ձայնը տան քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Եվ այդ հանճարեղ մտքով որոշեցին անել այս ապահովագրությունը, ներգրավել դրսից գումարներ, մենք գիտենք, որ Եվրոմիությունը պարտքի ձևով գումար է մեծ տրամադրել այս իրագործման համար։
Եվ բնականաբար ես ասեմ, այո, դա լավ է, շատ լավ է, որ այսօր մեր թոշակառուները կարող են բուժօգնություն են ստանում անվճար, դեղորայք են ստանում։ Ո՞վ է ասում, որ դա վատ է։ Իհարկե դա շատ լավ է, բայց ես ուզում եմ ասեմ, որ մենք գալու դեպքում մենք իրագործելու ենք ավելի լավ ապահովագրություն, այն ապահովագրություն, որը չի կրելու ժամանակավոր բնույթ։ Հասկացեք, հնարավոր չի։ Գա, կհասնենք տարվա վերջ, դուք կտեսնեք ինչեր կառաջանա։ Այս ապահովագրությունը ռեալ տնտեսական հիմք չունի, ասենք, գիտեք, ապահովագրության մեջ, եթե դու ուզում ես անել ապահովագրություն, դու պետք է ծախսային մասը հասկանաս, թե ռեալ, այսօր կոնկրետ օրինակ սրտամկանի ինֆարկտը ինչ արժի բուժումը, իր բոլոր բժիշկների աշխատավարձով, հիվանդանոցների սարքավորի մաշվածությամբ, դեղորայքով, ամեն ինչով, ինչ արժի, դա կոչվում է բժշկատնտեսագիտական չափորոշիչ։ Այդ չափորոշիչը որոշելուց հետո, ասենք բոլոր հիվանդությունների առումով, նոր կարելի է հասկանալ, թե ինչ ապահովագրավճար պետք է լինի, ինչ գումար պետք է լինի, որ դու կարողանաս հասանելի որակյալ բուժօգնություն ցուցաբերես եւ ոչ մի դժգոհություն չլինի։ Այսօր այս ապահովագրությունը կատարվում է բժիշկների, բուժքույրերի, նրանց աշխատավարձի հաշվին, ստանում են շատ ցածր աշխատավարձ։ Կատարվում է բժշկական հիմնարկների ռեզերվների հաշվին, հասկանում եք, եւ խնդիրներ են առաջանում։ Այսօր տեսեք մեր պոլիկլինիկական ծառայությունը։ Պոլիկլինիկական ծառայությունը դա առողջապահության հենասյունն է։ Մենք որ գանք, շատ ուժեղ ենք զարգացնելու այդ։ Այսօր խեղճ պոլիկլինիկայի բժիշկը չգիտի, այդ հիվանդին նայի բուժի, ուղեգրեր գրի, դեղորայքի դեղատոմս գրի, ծանրաբեռնվածությունը ահռելի է, աշխատավարձի բարձրացումը չնչին։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս ապահովագրության կազմակերպման համար առաջին օղակը, որը պոլիկլինիկան է, ինքը ռեսուրսներ չունի, որպեսզի սպասարկի եւ այդ ծավալը մարդկանց եւ առհասարակ սպասարկում իրականացնի տեխնիկապես եւ այլն։ Դուք լրիվ ճիշտ եք։ Ավելին ասեմ, իրենք տեսան, որ այդ բժիշկը էլի վիճակի չի, հանեցին տնային այցերը, որ ասենք առաջ տնային հիվանդ մարդը, որ հիվանդ են ելնում, տնային այց էին կայտարում, չէ՞ բժիշկները։ Ասենք մեծահասակների համար այդ տնային այցերը հանեցին, потому что տեսան, որ անհնար է, որ այդ բժիշկը համացնի այն գործառույթները, որ իր վրա դրած է պոլիկլինիկայում կատարել, համել գնա տնային այցերի, հասկանում եք խնդրի, բայց դա էլ լոգիկայից դուրս բան է, ո՞նց կարելի է տնային այցերը հանել։ Ասենք մարդը վիրուսային թոքաբորբով պետք է գա պոլիկլինիկա, կողքիներին վարակի մատել, նոր գիտեք, ստանա իր հերթ նստի, այդ ջերմությունով ստանա բուժօգնություն։ Դա կլինի։ Ես ոլորտի մասնագետ չեմ, բայց գուցե դա արվում է նաև նրա համար, որպեսզի վճարովի մասնավոր հիվանդանոցները, որոնք ունեն տնայցի ծառայություններ, դրանք աշխատեն։ Դե գիտեք, բնականաբար ստեղ միշտ կա, գիտեք, առողջապահությունը ունի 3 արդյունավետություն՝ սոցիալական, բժշկական եւ տնտեսական։ Բնականաբար տնտեսական, որ մենք խոսում ենք մեր մասնավոր բժշկությունից, իհարկե, բայց մասնավոր բժշկությունը այնքան փոքր է, որ ինքը չի կարող գլոբալ հարց լուծել։ Այ դուք ճիշտ եք։ Մենք պետք է առաջնային օղակը շատ ուժեղացնենք։ Առաջնային օղակ պոլիկլինիկաները պետք է վերազինենք բոլոր սարքավորումներով։ Մենք պոլիկլինիկաների մասնագետ պետք է ներգրավենք որակյալ մասնագետներ, քանի որ միշտ կանխարգելելը ավելի էժան է պետության վրա, քան բուժելը։ Մենք պետք է անենք ծրագրեր, կանխարգելման ծրագրեր, դիսպանսերիզացիայի ծրագիր, ինչ է նշանակում մեր ժողովուրդը չգիտի դիսպանսերիզացիան, որ մարդը կարողանա տարին 2 անգամ գնա անվճար, հետազոտվի։ Հասկանում եք, որ արդեն հիվանդությունները մենք գտնենք իրենց նախնական փուլում, որ հեշտ լինի դա բուժելը։ Եվ այսօր այս իշխանությունները դաշը կրճատում են գյուղական ամբուլատորիաներ, ասում են արդյունավետ չէ, եկեք կրճատեն գյուղերում, հասկանում եմ, ֆինանսապես արդյունավետ չի, բայց բժշկական առումով եւ սոցիալական առումով արդյունավետ է, պետք է այդ հավասարակշռությունը պահվի, որ առողջապահությունը դա մենակ բժշկությունը չի, դա լուրջ ծրագրեր են։ Պարոն Խաչատրյան, բայց դուք էլ վստահաբար լսած կլինեք հանրության շրջանում, որ միևնույն է, որքան էլ մարդիկ դիմեն պոլիկլինիկաներին, այնտեղի մասնագետներին, վստահության ինչ որ մի բաց կա։ Նրանք վերցնում են դա որպես առաջին կարծիք եւ սկսում են եւ մասնավոր ոլորտում եւ այլ իրենց հայտնի կամ իրենց ովքեր խորհուրդ են տալիս այս կամ այն բժշկին դիմել, որպեսզի հասկանան արդյոք դա ճիշտ է, թե ճիշտ չէ։ Ըստ հանրության շրջանում տարածված խոսակցությունների դրանք նաեւ հակասում են իրար։ Ինչու՞մն է կայանում այդ խնդիրը, ինչու մենք չենք գնում պոլիկլինիկա, դիմում այնտեղ եւ վերջ, սա է մերը։ Դուք շատ ճիշտ եք նշում դա, ես ասեմ խնդիրը ինչու՞մն է։ Պոլիկլինիկաներում էլ աշխատում են շատ փորձառու լավ մասնագետներ։ Խնդիրը նա է, որ այսքան տարիների ընթացքում շատ քիչ ուշադրություն են
դարձվել պոլիկլինիկական ամբուլատոր ծառայությանը։ Ես գիտեմ, որ մեր ծրագրի մեջ կա, որ մենք պետք է հզորացնենք այդ ծառայությունը, այսինքն այնտեղ պետք է լինի թե տեխնիկական նոր մենք պետք է ներգրավենք սարքավորումներ, դրա հետ միասին մենք կտրուկ պետք է բարձրացնենք այդ բժիշկների աշխատավարձը եւ նաեւ աշխատենք նրանում, որ բժիշկներն ժամանակ ունենան, որ իրենք կարողանան իրենց մասնագիտացան հմտությունները բարձրացնելու։ Եվ դա լուրջ ծրագիր է, շատ լուրջ ծրագիր է, եւ եթե մենք կարողանանք իրոք ամբուլատոր ծառայությունը զարգացնենք ոչ միայն քաղաքում, նաեւ մարզերում, donc մենք ոչ թե պետք է կրճատենք, այլ ավելացնենք, ուժեղացնենք ներուժը ամբուլատորիաների, պոլիկլինիկաների եւ մարդիկ այդ դեպքում կվստահեն, եթե մարդը իմանա, որ ինքը կարող է գնալ անվճար այնտեղ թե MRT, թե ԿՏ, թե լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ ամենաբարձր մակարդակով ստանալ, թե բժիշկը ժամանակ կունենա գրառումներից բացի իրենով զբաղվելու, համոզված եղեք, մարդը կգնա պոլիկլինիկա, իր տան կողքին է, նա հարմար է ավելի եւ իր համար բնականաբար անվճար կլինի, մատչելի կլինի դա։ Մենք գիտենք, թե հիվանդանոցներում ինչ ծանրաբեռնվածություն կա եւ ինչ խնդիրներ են առաջանում։ Բայց իսկ ռեսուրսը դուք ասում եք, սա պետք է արվի, պետք է համալրվի մարդկային ռեսուրսով, տեխնիկական սարքավորումներով։ Դա ես ձեզ հավատացնում եմ։ Գումարը բավականից։ Ես ասեմ, դա ունենալու է մուլտիպլիկացիոն էֆեկտ։ Այն գումարը, որ մենք ծախսելու ենք պոլիկլինիկաների վրա, ասենք վերազինելու, վերապատրաստվելու, աշխատավարձը բարձրացնելու, հավատացեք դրա էֆեկտը ավելի շատ անելու, քան թե մենք ահռելի գումարներ ծախսելու ենք հիվանդանոցներում, լուրջ հիվանդություններում մարդկանց բուժելու համար։ Վերցնենք քաղցկեղը, եթե մենք առաջի փուլում դա պոլիկլինիկայում նոր սկսվող հայտնաբերենք, բնականաբար այն գումարը, որ պետք է ծախսվի իր բուժման համար, կլինի շատ քիչ։ Իսկ դուք պատկերացնում եք մարդը արդեն երկրորդ, երրորդ աստիճանի քաղցկեղով գնում է հիվանդանոց, թե ինչ ահռելի ծախսեր է պահանջում արդեն պետությունից, թե տվյալ հիվանդից իրեն բուժվելու համար։ Սա է խնդիրը։ Իսկ մարզերում ինչպես է կարգավորվում։ Ժամանակին կար մեկ բժիշկ, որը սպասարկում էր այս կամ այն համայնքը, հետո կարծեմ թե դա կրճատվեց։ Դա ըստ բնակչության ամբուլատորիաներ կան, բնականաբար այդ ամբուլատորիաները գործում են ներքո մարզային առողջապահության համակարգի, բայց ցավոք սրտի հիմա քանի որ շատ մարզերում գիտենք, որ գյուղական վայրերում բնակչությունը քչացել է, տնտեսելու համար կրճատում են այդ ամբուլատորիաները, հասանելիությունը բուժօգնության ավելի բնականաբար վատանում է եւ ես գտնում եմ շատ լուրջ խնդիր է նաեւ որ մենք կարողանանք նաեւ մարզերում հասանելի որակյալ բուժօգնություն իրագործենք եւ ամբուլատորիաների վերազինումը, ամբուլատորիաների ավելացումը հենց կլինի առաջինը, որ կօգնի մեզ այնտեղ իրագործել որակյալ բուժօգնություն ազգաբնակչությանը։ Իսկ շտաբ բուժօգնությունը ինչպես է կազմակերպվում մարզերում։ Ну, մարզերում է շտաբոկ կայաններ կան, կայանների միջոցով կազմակերպվում է, ասեմ, որ որոշ բարեփոխումներ արվել է, ճիշտն էլ նաև խոսանք շտաբոկ։ Այո, նաև նոր հիվանդանոցների կառուցման։ Կա բարեփոխումներ կան, բայց դա բավարար չէ։ Շտապօգնությունը պետք է աշխատի ավելի ճկուն։ Մենք նորարարություններ պետք է մտցնենք եւ այն, որ այսօր որոշել են, գիտեք, 8-ը կանչը անվճար է, 9-րդը կլինի վճարովի, դա անհիմն է։ Ես գտնում եմ դա կոպիտ սխալ է եւ ինչ որ հաշվել թե մարդը կանչել է 8 անգամ տարվա մեջ թե 10 անգամ։ Բնականաբար մենք պետք է անենք, որ շտապօգնությունը շատ որակյալ, շատ հրատապ բուժօգնություն իրականացնի մեր բնակչության շրջանում։ Բայց այդ կանչերը եթե չեն սահմանափակում, հիմա տեսեք լինում են տարբեր դեպքեր, երբ օրինակ մենք մամուլում ենք այդ հրապարակումները տեսնում, որ ալկոհոլի ազդեցության տակ կամ մեկ այլ իր նախաձեռնությամբ ինչ որ բանի ազդեցության տակ քաղաքացին անդադար դիմում է շտապ բուժօգնությանը, բայց պարագայում ինչպես պետք է լինի։ Ես հասկանում եմ դա, բայց դրանք, ասենք, նվազեք քանակը։ Սպորադիկ դեպքեր են, դա այդ դեպքերը կարելի է ուրիշ ձև այդ դեպքերի խնդիրը լուծել, անհատական ձևով լուծել, բայց ընդհանուր համակարգում դնել, որ գիտեք, տարեկան 8 անգամ դուք կարող եք անվճար կանչել շտապօգնություն 9-րդը կլինի վճարովի, դա սխալ է։ Պետք է վիճակագրություն նայել, տեսնել ինչ խնդիրներ կա, ոնց կարելի է այդ խնդիրները լուծել։ Պարոն Խաչատրյան, իսկ բժիշկների երբեմն մենք տեսնում ենք, որ մասնագետները բողոքի ցույցեր են իրականացնում, աշխատավարձերի վճարներ եւ այլն։ Առողջապահության պարտադիր ապահովագրությունից հետո ինչ է փոխվել բժշկի կյանքում։ Ես ձեզ ասեմ, բժշկի գործը ավելացել է, պատասխանատվությունը ավելացել է, իսկ որոշ դեպքերում աշխատավարձը քչացել է։ Եվ ես դա չեմ բարձրաձայնում, դա հասարակական կազմակերպություններ կան, մենք տեսնում ենք համացանցում,
բժշկական հասարակական կազմակերպություններ, որոնք բարձրաձայնում են այս խնդիրը, որ մարդիկ ուր ու գիշեր աշխատում են, ահռելի պատասխանատվություն են իրանց վրա վերցնում, բայց արդյունքում ունենում են քիչ վարձատրություն։ Բնականաբար, եթե սա սենց շարունակվեց, նորից մտնելու են, ես ձեզ ասեմ, եթե բժիշկին իր ռեալ աշխատավարձը չտաս, ինքը չի աշխատելու կամ փող է ուզելու։ Դա կյանքի օրենքն է։ Ով կասի Հիպոկրատի երթում, ես դա ամեն ինչ հասկանում եմ, բայց մեր հասարակությունը լավ գիտի, որ բժիշկը պետք է ստանա այսօրվա շուկայական գործող բժշկական ծառայությունների համար համահունչ աշխատավարձ։ Չստացավ այդ աշխատավարձը բժիշկը, ինքը փող է ուզելու կամ լավ չի աշխատելու, հասկանում եք։ Ես վերջերս բժիշկներից մեկից բժշկական կենտրոններից հայտնի լսեցի տեսակետ առ այն, որ կոսմետիկ միջամտություն անող բժշկական որակավորում ունեցող կամ չունեցող մասնագետները շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում իրենց աշխատանքի դիմաց, քան բարդ վիրահատություն անող բժիշկները։ Ես չգիտեմ սա որքանով է ճիշտ թե ոչ, բայց արտաքին կոսմետիկ միջամտություն անողները բարձր են վճարում այդ մասնագետներին, քան մարդիկ, ովքեր կյանքեր են փրկում։ Դա արդյոք այդպես է կա նման։ Ես ձեզ ասեմ, բնականաբար կոսմետոլոգիան եւ պլաստիկ վիրաբուժությունը Չէ, առանց վիրաբուժության, կոսմետիկ միջամտություններ։ Բնականաբար սա էլ շուկայական հարաբերությունների խնդիր է, եթե պահանջարկը կա, բնականաբար իրանց ծառայությունների իրանք ավելի բարձր են բացատում, բայց դե խնդիրը նա է, որ այն բժշկական ծառայությունները, որ մենք ստանում ենք ապահովության միջոցով, ասենք, կոպիտ ասած պետության կողմից, նա էլ լինի բարձր եւ շուկայի ներքո վարձատրվի։ Դրա համար է ես ասում, մենք գալու ենք եւ անելու ենք ավելի լավ բժշկական ապահովություն, որտեղ արտացոլված կլինի նաեւ այսօրվա շուկայում գործող բժշկական ծառայությունների համար աշխատավարձը, որ բժիշկը ստանա ռեալ աշխատավարձ, ոչ թե ամեն վիրահատության համար ստանա 17-20 հազար դրամ, այլ 100 հազար, 200 հազար։ Այդ վաղ բժիշկը շատ բարձր աշխատավարձ կստանա, ինքը շահագրգռված կլինի հիվանդներին ավելի լավ, ավելի որակյալ բուժելու։ Այս մեխանիզմը, որ հիմա կա, մինչև 18 տարեկան քաղաքացիներ եւ 65 տարեկանից բարձր քաղաքացիներ, որոնք աշխատավարձի որոշակի շեմ ունեցող մինչև 200, 500 եւ բարձր մարդկանց աշխատավարձերը ուղղվում են նաեւ այդ ազգաբնակության այդ հատվածին, որպեսզի ստանան բժշկական օգնություն։ Այս համակարգը երկարատև է, թե հապճեպ է, պլանային է։ Ես կասեմ, որ այս համակարգը ներդրվել, նորից եմ ասում, նախընտրական շրջանի համար։ Այս համակարգը չի կարող երկար աշխատել, քանի որ իրատակը չունի տնտեսական հիմնավորում, քանի որ մենք գիտենք, նորից եմ ասում, առողջապահությունը ունի 3 ուղղվածություն՝ բժշկական, տնտեսագիտական եւ սոցիալական։ Հասկանում եք, եւ չկա հիմնավորում, ուղղակի հաշվարկ է արված, որ այս ընթացքում, այս նախընտրական շրջանում ինչ կարելի անել, որ, ասենք, մեր թոշա 65-ից բարձր մարդկանց մանավանդ ներգրավել եւ ցույց տալ, որ տեսեք, այս կառավարությունը անում է շատ կտրուկ, շատ լավ քայլեր, դուք կարող եք անվճար բուժօգնություն ստանալ, բայց խնդիրը նորից եմ ասում, կայանում է նրանում, որ սա երկար չի կարող տևել, քանի որ սրա տակը չի դրված տնտեսագիտական հաշվարկներ։ Շատ լավ, իսկ բժիշկները, քանի որ քաղաքականությունը եւ բժշկությունը այսօր միաձուլեցինք, այսպես ասած, իսկ բժիշկները ինչ կանխավարկած ունեն կամ ինչ տրամադրվածություն ունեն ավելի ճիշտ հունիսի 7-ին ընթരാճ։ Ես ձեզ ասեմ, միանշանակ բժիշկների մեծ մասը այն բժիշկների հետ, որոնք ես ոնց հետ շփվում եմ, մասնակցելու են թե ոչ ընտրություններին, ինձ այդքանն է հետաքրքիր։ Մասնակցելու են, միանշանակ փոփոխությունների կողմ են։ Ես նաև ուզում եմ, գիտեք, ասես մի ասեմ, ոչ մի բան պատահական այս կյանքում չի լինում եւ քվեատերտիկի մեջ մեր ուժը, մեր առաջնորդ պարոն Ծառուկյանի հետ 7 համարն է։ Չհնչի էլի, ես ինձ որ ճանաչում է, ինձ գիտի ես ինչ մարդ եմ, ինչ կյանք եմ ապրել։ Ես նորից ուզում եմ կոչ անել, որ հավատան մեր ուժին, հավատան պարոն Գագիկ Ծառուկյանին, քանի որ ես ուզում եմ, որ ես լինեմ 5 երեխա, ուզում եմ, որ իմ երեխաները, իմ թոռները ապրեն բարեկեցիկ, լավ երկրում, ուժեղ երկրում, հասկանում եք, եւ նորից կոչ եմ անում մեր ժողովրդին, հավատացեք մի մարդու, որը բարիք է ստեղծում։ Շատ շնորհակալություն պարոն Խաչատրյան, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը առողջապահության կազմակերպիչ բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Խաչատրյանն էր։